Երբ նա առաջին անգամ մտավ նախագահական պալատ, ես նկատեցի, որ նրա ձեռքերը դողում էին, պատմում է Լոն Տեր-Պետրոսյանի նախկին անվտանգության աշխատակիցը, որի անունը մենք չենք կարող հրապարակել նույնիսկ 35 տարի անց։ Այս մարդը տեսել է այն, ինչ հայ ժողովուրդը երբեք չի տեսել։ Նա լսել է այն խոսակցությունները, որոնք տեղի են ունեցել փակ դռների հետում, երբ Հայաստանը քաղաքացիական պատերազմի եզրին էր։ Նա գիտի, թե ինչու էր Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը յուրաքանչյուր առավոտ ստուգում իր ծագման մասին փաստաթղթերը, թե ինչու էր նա պահանջում, որ որոշակի արխիվներ ոչնչացվեն, ինչու էր նա անձամբ վերահսկում, թե ով է մուտք գործում նախագահական արխիվ։ Այսօր, առաջին անգամ 3 տասնամյակից ավելի ժամանակ անց, այս մարդը պատրաստ է խոսել։ Ինչ գիտեր նա, ինչ որ մենք չգիտենք։ Ինչու՞։ Է նա վախենում նույնիսկ հիմա, երբ Տեր-Պետրոսյանները վաղուց հեռացել են իշխանությունից։ Եվ ամենակարևորը, ինչ գաղտնիք էր թաքցնում Լոնի կինը, որը կարող էր փոխել ամբողջ Հայաստանի պատմությունը։ Երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Լոն Տեր-Պետրոսյանը դարձավ Հայաստանի առաջին նախագահը, ողջ երկիրը խոսում էր նրա մասին։ Բայց շատ քչերն էին խոսում նրա կնոջ մասին։ Լյուդմիլա Հարությունյան Տեր-Պետրոսյանը մնում էր ստվերում, հազվադեպ էր հայտնվում հանրային միջոցառումներում, երբ հայտնվում էր, միշտ լռում էր։ Բայց նախագահական պալատի ներսում ամեն ինչ այլ էր։ Անվտանգության աշխատակիցները գիտեին, որ առանց Լյուդմիլայի թույլտվության ոչ մի կարևոր որոշում չէր կայացվում։ Նրանք տեսնում էին, թե ինչպես է նա մտնում Լոնի աշխատասենյակ գիշերվա 2 ժամին, երբ կայացվում էին ամենակարևոր որոշումները Ղարաբաղի պատերազմի մասին։ Նրանք լսում էին, թե ինչպես է նա խոսում ռուսերենով հեռախոսով, այնպիսի մարդկանց հետ, որոնց անունները երբեք չէին հնչում պաշտոնական հանդիպումներում։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչու էր Լյուդմիլան խոսում նրանց հետ գիշերվա մութ ժամերին։ Եվ ինչու էր Լոնը թույլ տալիս, որ իր կինը ունենա այդքան ազդեցություն իր վրա։ Լյուդմիլա Հարությունյանը ծնվել էր 1946 թվականին Ալեպպոյում։ Սիրիական հայ համայնքը այն ժամանակ ապրում էր իր ոսկե դարաշրջանը։ Բայց Լյուդմիլայի ընտանիքը տարբերվում էր մյուսներից։ Նրա հայրը, Հարություն Հարությունյանը, աշխատում էր որպես թարգմանիչ ֆրանսիական-բրիտանական դիվանագիտական ծառայություններում։ Սա ոչ թե պարզ աշխատանք էր, այլ հատուկ առաքելություն, որը պահանջում էր բացառիկ վստահություն։ Բայց ինչու էր Հարությունը թարգմանում միայն փակ հանդիպումներում։ Ինչու էր նրա անունը երբեք չհայտնվում պաշտոնական փաստաթղթերում։ Եվ ինչու էր ընտանիքը 1958 թվականին հանկարծակի հեռացել Սիրիայից տեղափոխվել Լիբանան, ապա Եգիպտոս։ Վերջապես, Սովետական Միություն։ Նախկին անվտանգության աշխատակիցը հիշում է, որ Լյուդմիլան երբեք չէր խոսում իր մանկության մասին։ Երբ մենք ստուգեցինք նրա կենսագրությունը, շատ բաներ չէին համընկնում, ասում է նա։ Ինչ էր թաքնված այդ անհամապատասխանությունների հետում։ Երբ Լյուդմիլան ժամանեց Երան 1962 թվականին, նա արդեն խոսում էր 6 լեզու. հայերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն։ Այս վերջինը, թուրքերենը, հատկապես տարօրինակ էր։ Ինչու էր սիրիահայ աղջիկը սովորել թուրքերեն, երբ հայ համայնքում այդ լեզուն համարվում էր թշնամու լեզու։ Երանի պետական համալսարանում նրա դասընկերները հիշում են, որ Լյուդմիլան միշտ նստում էր վերջին շարքում, հազվադեպ էր մասնակցում քննարկումներին։ Բայց երբ խոսքը վերաբերում էր միջազգային հարաբերություններին, նա ցուցաբերում էր այնպիսի գիտելիքներ, որոնք անհասկանալի էին պարզ ուսանողի համար։ Նա գիտեր մանրամասներ Մերձավոր Արևելքի քաղաքականության մասին, որոնք նույնիսկ դասախոսները չգիտեին։ Նա կարողանում էր վերլուծել արաբական երկրների ներքին իրավիճակը այնպես, կարծես ապրել էր այնտեղ ոչ թե տարիներ, այլ ամբողջ կյանքը։ Որտեղից էր նա ստանում այդ տեղեկությունները։ Ով էր նրան սովորեցնում այդ բոլորը։ 1966 թվականին Լյուդմիլան ծանոթացավ Լոն Տեր-Պետրոսյանին։ Նա այն ժամանակ արդեն հայտնի պատմաբան էր, որը մասնագիտացած էր Բյուզանդիայի արաբական աշխարհի պատմության մեջ։ Նրանց ծանոթությունը տեղի ունեցավ Մատենադարանում, որտեղ Լյուդմիլան աշխատում էր որպես թարգմանիչ։ Բայց ինչու էր երիտասարդ կինը, որը նոր էր ավարտել համալսարանը, անմիջապես ստացել աշխատանք Մատենադարանում, Սովետական Միության ամենափակ ամենավերահսկվող հաստատություններից մեկում։ Սովորաբար այնտեղ աշխատանքի ընդունվելու համար պետք էր ունենալ բացառիկ կապեր կամ անցնել ԿԳԲ-ի հատուկ ստուգում։ Լյուդմիլան ստացավ այդ աշխատանքը միայն 3 ամիս անց համալսարանը ավարտելուց հետո։ Ո՞վ էր նպաստել նրան։
Ինչ կապեր ուներ նրա ընտանիքը, որ երիտասարդ կինը կարողացավ մտնել այդպիսի փակ համակարգ։ Լոնի Լյուդմիլայի ամուսնությունը տեղի ունեցավ 1967 թվականին։ Հարսանիքը եղավ շատ համեստ, ներկա էին միայն մոտ ընկերներն ու ընտանիքի անդամները։ Բայց մի բան տարօրինակ էր։ Լյուդմիլայի կողմից գրեթե ոչ ոք չներկայացավ։ Նրա ծնողները չեկան երան, չեկան նա ազգականները։ Պատճառաբանությունը եղավ, որ նրանք ապրում էին Լենինգրադում, չէին կարող ժամանել։ Բայց ինչու՞։ Հայկական ավանդույթներով հարսանիքը ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Ծնողները պետք է ներկա լինեն անկախ ամեն ինչից։ Լոնի ընկերները հիշում են, որ երբ նրանք հարցրին այդ մասին, Լոնը պարզապես ասաց՝ դա ընտանեկան հարց է։ Եվ այլս ոչ ոք չհարցրեց։ Բայց ինչ էր թաքնված այդ լռության հետում։ Ինչու էր Լյուդմիլայի ընտանիքը խուսափում հանրային ուշադրությունից։ Եվ ինչու էր Լոնը, որը միշտ եղել է բաց անկեղծ մարդ, այս հարցում պահպանում լռություն։ 1980-ականների վերջին, երբ Հայաստանում սկսվեց ազգային ազատագրական շարժումը, Լոն Տեր-Պետրոսյանը դարձավ դրա առաջնորդներից մեկը։ Նա էր այն մարդը, ով կարողանում էր խոսել հանրահավաքներում, ոգորել հազարավոր մարդկանց։ Բայց տանը, երբ նա վերադառնում էր հանրահավաքներից, Լյուդմիլան միշտ սպասում էր նրան հատուկ հարցերով։ Անվտանգության աշխատակիցները, որոնք այն ժամանակ պահպանում էին շարժման առաջնորդներին, հիշում են, որ Լյուդմիլան հարցնում էր շատ կոնկրետ բաներ։ Նա ուզում էր իմանալ, թե ովքեր էին ներկա հանրահավաքում։ Ովքեր էին խոսել Լոնի հետ, ինչ էին նրանք ասել։ Նա պահանջում էր անուններ, մանրամասներ, նույնիսկ այն մարդկանց արտաքին նկարագրությունները, որոնց Լոնը չէր ճանաչում։ Ինչու էր նրան այդքան կարևոր այդ ամենը։ Արդյոք նա պարզապես հոգ էր տանում ամուսնու անվտանգության մասին, թե ուներ այլ պատճառներ։ 1990 թվականի հունվարին, երբ Բաքվում տեղի ունեցան հայերի ջարդերը, Լոն Տեր-Պետրոսյանը եղավ այն մարդկանցից մեկը, ով կազմակերպեց փախստականների ընդունումը Հայաստանում։ Բայց Լյուդմիլան այդ օրերին անհետացել էր։ Նա չէր տանը, չէր աշխատանքում, Լոնը ասում էր, որ նա գնացել է Լենինգրադ, ծնողների մոտ։ Բայց երբ անվտանգության ծառայությունները ստուգեցին, պարզվեց, որ Լյուդմիլան չի եղել Լենինգրադում։ Նա եղել է Մոսկվայում։ Եվ ոչ թե հյուրանոցում, այլ ԿԳԲ-ի շենքի մոտ գտնվող հատուկ բնակարաններից մեկում, որտեղ ապրում էին միայն հատուկ կարգավիճակ ունեցող մարդիկ։ Ինչ էր անում Լյուդմիլան այնտեղ։ Ո՞մ հետ էր նա հանդիպում։ Եվ ինչու էր Լոնը ստում այդ մասին։ Արդյոք նա գիտեր ճշմարտությունը, թե Լյուդմիլան թաքցնում էր իր իսկական գործունեությունը նույնիսկ ամուսնուց։ Երբ Լոն Տեր-Պետրոսյանը դարձավ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ 1990 թվականի օգոստոսին, Լյուդմիլան սկսեց ավելի ակտիվ դեր խաղալ։ Նա ստեղծեց Հայաստանի առաջին տիկնայի հիմնադրամը, որը պաշտոնապես զբաղվում էր բարեգործությամբ։ Բայց այդ հիմնադրամի ֆինանսական հոսքերը երբեք չեն ստուգվել անկախ աուդիտորների կողմից։ Գումարները գալիս էին տարբեր աղբյուրներից, արտասահմանյան հայ համայնքներից, միջազգային կազմակերպություններից, նույնիսկ անհայտ բիզնեսմեններից։ Հիմնադրամի աշխատակիցները հիշում են, որ Լյուդմիլան անձամբ էր ընտրում, թե ում տրամադրել օգնություն, ում ոչ։ Նա ուներ հատուկ ցուցակներ, որտեղ նշված էին ընտանիքների անուններն ու հասցեները։ Բայց ինչով էր նա ղեկավարվում այդ ընտրության ժամանակ։ Ինչու էին որոշ ընտանիքներ ստանում զգալի օգնություն, մինչդեռ ուրիշները, որոնք նույնքան կարիքավոր էին, ոչինչ չէին ստանում։ Եվ ինչու էր Լյուդմիլան պահանջում, որ օգնություն ստացողները ստորագրեն հատուկ փաստաթղթեր, որոնց բովանդակությունը մնում էր գաղտնի։ 1991 թվականի սեպտեմբերին, երբ Լոնը դարձավ նախագահ, Լյուդմիլան ստացավ իր սեփական աշխատասենյակը նախագահական պալատում։ Սա անսովոր էր, քանի որ Սովետական Միության ավանդույթներով առաջին տիկինները չէին ունենում պաշտոնական աշխատասենյակներ։ Բայց Լյուդմիլան պահանջեց, Լոնը համաձայնեց։ Այդ աշխատասենյակը գտնվում էր նախագահականի աշխատասենյակից միայն 2 դուռ հեռու։ Եվ ամենակարևորը, այն ուներ ուղիղ հեռախոսային գիծ, որը չէր անցնում նախագահական ադմինիստրացիայի կենտրոնական կայանի միջով։ Սա նշանակում էր, որ Լյուդմիլայի զանգերը չէին գրանցվում, ոչ ոք չէր կարող իմանալ, թե ում հետ է նա խոսում։ Անվտանգության աշխատակիցները փորձեցին տեղադրել հսկիչ սարքեր, բայց Լյուդմիլան իմացավ այդ մասին, սկանդալ բարձրացրեց։ Լոնը հրամայեց հեռացնել բոլոր սարքերը։ Ինչ էր քննարկում Լյուդմիլան այդ հեռախոսազանգերի ժամանակ։
Ինչու էր այդքան կարևոր, որ ոչ ոք չլսի նրա խոսակցությունները։ Ղարաբաղյան պատերազմի ամենադժվար օրերին, երբ Հայաստանը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, առանց գազի, երբ մարդիկ այրում էին պարկետը տաքանալու համար, Լյուդմիլան հայտնվեց հեռուստատեսությամբ։ Նա խոսեց հայ ժողովրդին ասաց. «Մենք պետք է սովորենք ապրել այս պայմաններում։ Սա մեր փորձությունն է, մենք պետք է դիմանանք»։ Այդ խոսքերը բորբոքեցին հասարակությունը։ Մարդիկ ասում էին, մինչ մենք այրում ենք պարկետը, նա մեզ սովորեցնում է ապրել։ Բայց քչերն էին նկատել, որ Լյուդմիլայի այդ ելույթը եղել էր ռուսերենով։ Ոչ թե հայերենով, այլ ռուսերենով։ Ինչո՞վ։ Նա գիտեր հայերեն, նա ապրել էր Հայաստանում արդեն 30 տարի։ Բայց նա ընտրեց ռուսերենը։ Ո՞մ համար էր նա իրականում խոսում։ Արդյոք հայ ժողովրդի համար, թե ուրիշ լսարանի համար, որը գտնվում էր Մոսկվայում հետում էր իրադարձություններին Հայաստանում։ 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Լյուդմիլան սկսեց ավելի հաճախ ճանապարհորդել արտերկիր։ Նա այցելում էր Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Լիբանան, Սիրիա։ Պաշտոնապես այդ այցերը կապված էին բարեգործական ծրագրերի հետ։ Բայց անվտանգության ծառայությունները նկատեցին մի տարօրինակ օրինաչափություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ Լյուդմիլան վերադառնում էր այդ ճանապարհորդություններից, Լոնը կայացնում էր կարևոր քաղաքական որոշումներ։ Որոշումներ, որոնք հաճախ անսպասելի էին նույնիսկ նրա մոտ խորհրդականների համար։ Օրինակ, 1993 թվականին Լյուդմիլան վերադարձավ Փարիզից։ 2 օր անց Լոնը հայտարարեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ծրագրի մասին, որը բավականին տարբերվում էր նախորդ դիրքորոշումներից։ Պատահականություն էր սա, թե Լյուդմիլան բերում էր հատուկ հանձնարարականներ իր ճանապարհորդություններից։ Նախագահական պալատում աշխատողները սկսեցին նկատել, որ Լյուդմիլան ունի իր սեփական թիմը։ Մարդիկ, որոնք չէին ենթարկվում նախագահական ադմինիստրացիայի ղեկավարությանը, այլ ուղղակիորեն հաշվետու էին Լյուդմիլային։ Այդ թիմում կային թարգմանիչներ, վերլուծաբաններ, նույնիսկ անվտանգության մասնագետներ։ Նրանք ստանում էին հատուկ անցագրեր, որոնք թույլ էին տալիս մուտք գործել պալատի ցանկացած սենյակ, առանց լրացուցիչ ստուգումների։ Ո՞վ էր տվել նրանց այդ լիազորությունները։ Ինչով էին զբաղվում այդ մարդիկը։ Եվ ինչու էր Լոնը թույլ տալիս, որ իր կինը ստեղծի իր սեփական իշխանության կառույցը նախագահական պալատի ներսում։ Արդյոք սա եղել է սիրո արդյունք։ Թե Լոնը պարզապես չէր կարող հակադրվել Լյուդմիլային, քանի որ նա ուներ այնպիսի տեղեկություններ կամ կապեր, որոնք դարձնում էին նրան անձեռնմխելի։ 1994 թվականին Հայաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ։ Ղարաբաղյան պատերազմը շարունակվում էր, տնտեսությունը փլուզվում էր, ժողովուրդը դժգոհ էր իշխանություններից։ Այդ ժամանակ Լյուդմիլան կատարեց մի քայլ, որը շոկեց բոլորին։ Նա հրավիրեց լրագրողների ասուլիս հայտարարեց, որ ստեղծում է նոր հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի կանանց միություն։ Այս կազմակերպությունը, ըստ Լյուդմիլայի, պետք է միավորեր հայ կանանց օգներ նրանց դժվարին ժամանակներում։ Բայց շատ արագ պարզվեց, որ այդ կազմակերպությունը ունի քաղաքական օրակարգ։ Այն սկսեց կազմակերպել հանրահավաքներ Լոնի աջակցությամբ։ Սկսեց քարոզարշավներ նրա օգտին։ Եվ ամենակարևորը, այն սկսեց հավաքել տեղեկություններ Լոնի քաղաքական հակառակորդների մասին։ Ո՞վ էր ֆինանսավորում այդ կազմակերպությունը։ Որտեղից էր Լյուդմիլան ստանում ռեսուրսները, վարելու այդպիսի լայնածավալ գործունեություն։ Եվ ինչու էր նա անձամբ հետաքրքրված իր ամուսնու քաղաքական ապագայով այնքան, որ պատրաստ էր անձամբ ներգրավվել քաղաքական պայքարի մեջ։ 1995 թվականին տեղի ունեցավ իրադարձություն, որը շատերը մոռացել են, բայց որը կարող է Լյուդմիլայի գաղտնիքը հասկանալու համար։ Մոսկվայից Երևան ժամանեց ռուս լրագրողների խումբ, որոնք ուզում էին հարցազրույց վերցնել Լոնից։ Բայց Լոնը հրաժարվեց հանդիպել նրանց հետ։ Փոխարենը Լյուդմիլան հրավիրեց լրագրողներին իր աշխատասենյակ խոսեց նրանց հետ 3 ժամ։ Այդ հարցազրույցը երբեք չհրապարակվեց ամբողջությամբ։ Ռուսական հեռուստաալիքները ցույց տվեցին միայն կարճ հատվածներ, որտեղ Լյուդմիլան խոսում էր Հայաստանի-Ռուսաստանի բարեկամության մասին։ Բայց լրագրողներից մեկը, որը հետագայում հեռացավ այդ հեռուստաալիքից, պատմեց, որ Լյուդմիլան խոսել է շատ ավելի կոնկրետ բաների մասին։ Նա խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական տարբերակի մասին, խոսել է Հայաստանի ռազմավարական շահերի մասին, որոնք համընկնում են Ռուսաստանի շահերի հետ։
Եվ նա ասել է մի նախադասություն, որը շոկեց լրագրողներին. Հայաստանը չի կարող գոյատել առանց Ռուսաստանի, Լոնը սա շատ լավ հասկանում է։ Ինչու էր Լյուդմիլան խոսում այդպես։ Ում անունից էր նա ներկայացնում Հայաստանի դիրքորոշումը։ Եվ ինչու էր Լոնը թույլ տալիս, որ իր կինը հանդես գա որպես Հայաստանի անպաշտոնական խոսնակ Մոսկվայի առջ։ Նախագահական արխիվներում, որոնք մասամբ դարձան հասանելի 1998 թվականից հետո, երբ Լոնը հրաժարվեց իշխանությունից, կան փաստաթղթեր, որոնք վկայում են Լյուդմիլայի անսովոր դերի մասին։ Կան հեռագրեր, որոնք ուղարկվել են արտասահմանյան դեսպանություններ Լյուդմիլայի ստորագրությամբ։ Կան հանդիպումների արձանագրություններ, որտեղ Լյուդմիլան ներկա է եղել որպես նախագահի խորհրդական։ Բայց Լյուդմիլան երբեք պաշտոնապես չի զբաղեցրել այդպիսի պաշտոն։ Նա եղել է պարզապես առաջին տիկինը։ Ուրեմն ինչով էր պայմանավորված նրա այդպիսի ազդեցությունը։ Ինչու էին արտաքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, անվտանգության ծառայությունները հաշվի առնում Լյուդմիլայի կարծիքը։ Եվ ինչու էր Լոնը, որը հայտնի էր որպես ուժեղ անկախ առաջնորդ, այդքան կախված իր կնոջ կարծիքից։ 1996 թվականին, երբ Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, Լյուդմիլան վարեց ակտիվ քարոզարշավ Լոնի օգտին։ Նա այցելեց տասնյակ քաղաքներ, գյուղեր, հանդիպեց հազարավոր մարդկանց հետ։ Բայց նրա ելույթներում կար մի բան, որը շատերը նկատեցին։ Բայց քչերը խոսեցին դրա մասին։ Լյուդմիլան խոսում էր ոչ թե որպես ամուսին, որը աջակցում է իր կնոջը, այլ որպես քաղաքական գործիչ, որը ունի իր սեփական օրակարգը։ Նա խոսում էր Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, Ղարաբաղյան հակամարտության մասին, տնտեսական բարեփոխումների մասին։ Եվ նրա խոսքերը հաճախ տարբերվում էին Լոնի պաշտոնական դիրքորոշումներից։ Երբ լրագրողները հարցնում էին այդ անհամապատասխանությունների մասին, Լյուդմիլան պատասխանում էր. Ես արտահայտում եմ իմ անձնական կարծիքը։ Բայց արդյոք դա իսկապես անձնական կարծիք էր, թե՞։ Լյուդմիլան փորձում էր փոխանցել որոշակի ուղերձներ որոշակի լսարանի, որը չէր կարող լսել այդ ուղերձները Լոնի բերանից։ Լոնի երկրորդ նախագահական ժամանակաշրջանում 1996-97 թվականներին Լյուդմիլայի դերը դարձավ ավելի քողարկված, բայց ոչ պակաս կարևոր։ Նա այլևս չէր հայտնվում հանրային միջոցառումներում։ Չէր տալիս հարցազրույցներ։ Բայց նախագահական պալատի ներսում նրա ազդեցությունը աճում էր։ Անվտանգության աշխատակիցները հիշում են, որ Լոնի ամենակարևոր հանդիպումները տեղի էին ունենում ոչ թե նրա աշխատասենյակում, այլ Լյուդմիլայի աշխատասենյակում։ Այնտեղ էին գալիս նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները, օտարերկրյա դեսպանները։ Եվ Լյուդմիլան ներկա էր այդ հանդիպումներին, ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ակտիվ մասնակից։ Նա տալիս էր հանձնարարականներ, քննարկում էր ռազմավարություններ, նույնիսկ ստորագրում էր որոշակի փաստաթղթեր։ Ինչպիսի լիազորություններ ուներ նա այդ բոլորը անելու համար։ Ո՞վ էր տվել նրան այդ իրավունքները։ Եվ ինչու էր Լոնը, որը միշտ եղել է պահպանողական իր լիազորությունների հարցում, թույլ տալիս, որ իր կինը գործի որպես իր փոխարինող, առանց պաշտոնական պաշտոնի։ 1997 թվականի սեպտեմբերին Լոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր հայտնի հոդվածը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Այդ հոդվածը հանգեցրեց քաղաքական ճգնաժամի, որը վերջապես ստիպեց Լոնին հրաժարվել նախագահի պաշտոնից 1998 թվականի փետրվարին։ Բայց քչերն են գիտակցում, որ այդ հոդվածի առաջին տարբերակը գրել էր Լյուդմիլան։ Նախագահական ադմինիստրացիայի նախկին աշխատակիցները հիշում են, որ Լյուդմիլան բերել էր տպագիր տեքստ տվել Լոնին, ասելով, որ սա է ճիշտ դիրքորոշումը։ Լոնը կարդաց, փոփոխեց որոշ բաներ, բայց հիմնական գաղափարները մնացին Լյուդմիլայի տարբերակից։ Ինչու էր Լյուդմիլան այդքան հետաքրքրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Ինչու էր նա պնդում, որ Հայաստանը պետք է ընդունի որոշակի զիջումներ։ Եվ ո՞մ շահերն էր ներկայացնում Լյուդմիլան, երբ նա գրում էր այդ տեքստը, Հայաստանին, թե՞ այլ ուժերի, որոնք հետաքրքրված էին Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմամբ, նույնիսկ Հայաստանի շահերի հաշվին։ Երբ Լոնը հրաժարվեց իշխանությունից, Լյուդմիլան անհետացավ հանրային տեսադաշտից։ Նա այլևս չէր տալիս հարցազրույցներ, չէր մասնակցում հանրային միջոցառումներին։ Նրանք Լոնի հետ ապրում էին իրենց տանը երանում, շատ քչերն էին տեսնում նրանց։ Բայց անվտանգության ծառայությունները, որոնք շարունակում էին հսկել նախկին նախագահի տունը, նկատեցին մի տարօրինակ բան։ Լյուդմիլայի մոտ շարունակում էին գալ այցելուներ։
Ոչ թե հայ քաղաքական գործիչներ, այլ օտարերկրյա դիվանագետներ, բիզնեսմեններ, նույնիսկ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Այդ հանդիպումները տեղի էին ունենում գիշերվա ուշ ժամերին, այցելուները մտնում էին տուն հետի դռնից, խուսափելով ուշադրությունից։ Ինչ էին քննարկում այդ հանդիպումներում։ Ինչու էր Լյուդմիլան, որը այլս չուներ պաշտոնական կարգավիճակ, շարունակում հանդիպել այդպիսի մարդկանց հետ։ Եվ ինչու էին այդ մարդիկը հետաքրքրված Լյուդմիլայի կարծիքով կամ տեղեկություններով, նույնիսկ տարիներ անց Լոնի հրաժարականից։ 1999 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, ազգային ժողովի հրաձգություն, որը վերջ դրեց 8 մարդու կյանքին, այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի։ Այդ օրը Լյուդմիլան գտնվում էր տանը։ Բայց երբ նա լսեց լուրը, նրա առաջին արձագանքը եղավ անսպասելի։ Ըստ տան աշխատակիցների, Լյուդմիլան ասաց, ես գիտեի, որ սա կտեղի ունենա։ Ինչպես կարող էր նա իմանալ։ Արդյոք նա ուներ տեղեկություններ այն մասին, որ պատրաստվում է ինչ-որ բան։ Թե դա պարզապես պատահական արտահայտություն էր։ Բայց անվտանգության ծառայությունները սկսեցին ուսումնասիրել Լյուդմիլայի կապերը, հայտնաբերեցին, որ նա հանդիպումներ էր ունեցել որոշ մարդկանց հետ, որոնք հետագայում կապվեցին հրաձգության հետ։ Ուղղակի կապեր էին դրանք, թե Լյուդմիլան գիտեր ավելին, քան թույլ էր տալիս հասկանալ։ 2002 թվականին Լոն Տեր-Պետրոսյանը փորձեց վերադառնալ քաղաքականություն։ Նա ստեղծեց նոր քաղաքական շարժում, սկսեց պատրաստվել նախագահական ընտրություններին։ Բայց Լյուդմիլան այս անգամ չաջակցեց նրան։ Նրանց միջ տեղի ունեցան լարված քննարկումներ, որոնք լսում էին նույնիսկ հարանները։ Լյուդմիլան պնդում էր, որ Լոնը չպետք է վերադառնա քաղաքականություն, որ սա վտանգավոր է անիմաստ։ Բայց Լոնը չլսեց նրան։ Եվ Լյուդմիլան արեց մի բան, որը շոկեց բոլորին, նա հեռացավ Երանից գնաց Մոսկվա։ Նա մնաց այնտեղ մի քանի ամիս, հենց այն ժամանակ, երբ Լոնը վարում էր իր քարոզարշավը։ Ինչու էր նա հեռացել այդ կարևոր պահին։ Արդյոք դա եղել է անձնական վիրավորանք։ Թե Լյուդմիլան ուներ այլ պատճառներ չլինել Հայաստանում այդ ժամանակ։ Եվ ինչու էր նա ընտրել հենց Մոսկվան, որպես իր ապաստանավայր։ 2007 թվականին Լոնը կրկին փորձեց մասնակցել նախագահական ընտրություններին։ Այս անգամ Լյուդմիլան վերադարձավ Երան, աջակցեց ամուսնուն։ Բայց նրա աջակցությունը եղավ շատ զսպված։ Նա չմասնակցեց հանրահավաքներին, չտվեց հարցազրույցներ։ Նա պարզապես կանգնած էր Լոնի կողքին, լուռ անտարբեր։ Մարդիկ նկատեցին, որ Լյուդմիլան փոխվել է։ Նա այլս չէր այն ակտիվ ազդեցիկ կինը, որը եղել էր 90-ականներին։ Նա թվում էր հոգնած, հիասթափված։ Ինչ էր պատահել նրան։ Ինչու էր նա կորցրել իր նախկին էներգիան, հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ։ Արդյոք պարզապես տարիքն էր, թե Լյուդմիլան հասկացել էր, որ նրա դերը վերջացել է։ Այլս ոչ ոք չի հետաքրքրված նրա կարծիքով կամ ազդեցությամբ։ 2010 թվականներին Լոնն ու Լյուդմիլան ապրում էին հանգիստ կյանքով։ Նրանք հազվադեպ էին հայտնվում հանրությանը, հազվադեպ էին տալիս հարցազրույցներ։ Բայց Լյուդմիլայի անցյալը շարունակում էր հետապնդել նրան։ 2014 թվականին մի խումբ լրագրողներ սկսեց հետաքննություն Լյուդմիլայի ծագման մասին։ Նրանք փորձեցին գտնել փաստաթղթեր, որոնք կհաստատեին նրա ծննդյան վայրը, նրա ծնողների ինքնությունը, նրա ընտանիքի պատմությունը։ Բայց նրանք բախվեցին պատի։ Շատ փաստաթղթեր կորած էին, շատ արխիվներ փակ էին, շատ մարդիկ, որոնք կարող էին վկայել, մահացել էին կամ հրաժարվում էին խոսել։ Ինչու էր Լյուդմիլայի անցյալը այդքան խորհրդավոր։ Ինչ էր նա թաքցնում։ Եվ ով էր օգտակար այն բանից, որ Լյուդմիլայի իսկական ծագումը մնար գաղտնիք։ Այսօր, երբ Լոն Տեր-Պետրոսյանը 86 տարեկան է, Լյուդմիլան 78։ Նրանք շարունակում են ապրել Երանում, հեռու հանրային ուշադրությունից։ Բայց հարցերը մնում են։ Ո՞վ էր իրականում Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը։ Ինչպիսի դեր խաղաց նա Հայաստանի պատմության ամենակարևոր տարիներին։ Եվ ինչու էր նա թաքցնում իր ծագումը։ Արդյոք նա եղել է պարզապես նախագահի կինը, որը աջակցում էր ամուսնուն, թե նա եղել է ինչ-որ ավելի մեծ խաղի մասնակից, խաղի, որի իսկական նպատակները մենք դեռ չգիտենք։ Եվ եթե Լյուդմիլան իսկապես ուներ գաղտնի դեր, ապա ով էր նրան հանձնարարել այդ դերը, ինչ էր նա ստացել դրա դիմաց։
2015 թվականին, երբ Հայաստանում սկսվեցին նոր քաղաքական ցնցումներ, Լյուդմիլայի անունը կրկին հայտնվեց լրատվամիջոցներում։ Բայց այս անգամ ոչ թե որպես նախկին առաջին տիկնայինը, այլ որպես վկա մի գործով, որը կապված էր 90-ականների տարիների սեփականաշնորհման հետ։ Դատախազությունը պահանջեց Լյուդմիլայից ցուցմունք տալ այն մասին։